Բարի օր մեզ միացած բոլոր լսողներին եւ դիտողներին միացրել եք 106 եւ 5 հաճախականությունը կամ հաղորդումը դիտում եք թվային հարթակներում թարմ ուղեղով զրույցն է հիշեցնում եմ իսկ թարմ ուղեղով իմ զրուցակից Ավետիք Քերոփյանն է Ռազմարտությունաբերության կոմիտեի նախկին նախագահը բարև ձեզ Ուրախ եմ պարոն Քերոփյան որ այստեղ եք ուզում եմ նախ եւ առաջ հետընտրական զարգացումները մի քիչ քննարկել իհարկե կարծես թե իշխանությունը ասում է որ զարգացումներ չկան եւ չեն կարող լինել եւ process-ներ ինչպես ասում են փողոցային պայքար եւ այլն բարձ դարձավ կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջին թվերի հրապարակումից որ 3 ուժ են անցնում խորհրդարան եւ Բարգավաճ Հայաստանը այդ թվում չկա ու շատ է խոսվում կեղծված ընտրությունների մասին որին կրկին իշխանությունը հակադարձում է ասում որ իրենց իշխանության ժամանակ ընտրությունները չեն կարող կեղծվել ինչ կասեք այս մասով եւ ընդհանրապես ընտրությունների արդյունքները գոհացնող են Ընտրությունների արդյունքները չեն կարող գոհացուցիչ համարվել, քանի որ այս ընտրական process-ը եւ հենց քվեարկության process-ը ուղեկցվել է բազմաթիվ ընտրախախտումներով, որոնք որ փաստվել են 600-ից ավելի ընտրատեղամասում ձայների վերահաշվարկը բացահայտել է սխալ հաշվարկ, բացահայտվել է հենց ընտրությունների հաջորդ օրը տեղի ունեցած, այսպես իրենց ասած լեզվով վրիպակներ քնահարամ եղած օպերատորների վրա են մեղ գցել եւ այլն, բայց պետք է փաստենք մի բան, իշխանությունը չի կարող ընտրությունների վերաբերյալ անել ինչ որ դիտողություն կամ մեկնաբանություն։ Դրա սահմանադրական եւ օրենսդրական պարտականությունը եւ լիազորությունը բացառապես կենտրոնական ընտրական հանձնաժողովին է, որը ի դեպ այսօր պետք է հասկանանք, հա, այնտեղ երկու հոգի են որոշում, մեկը Սերժի Սերբացյան Արմենը, մյուսը Նիկոլի Հովակիմյան Վահագնը, որը ԿՀ-ի նախագահ նշանակվելու նախորդ օրը նոր հրաժարվել էր պատգամավորական մանդատից եւ քաղաքապայմանագիր կուսակցության անդամությունից։ Դա ուղղակի հիշեցման կարգով։ Ինչ վերաբերում է ԿՀ-ի վերջի հրապարակած եւ թվերին եւ մեկնաբանությանը օրենքի, որը ըստ իս բացահայտ եւ ակնհայտ ապօրինի է, քանի որ ընտրական օրենսգրքի 101-րդ հոդվածը ուղիղ կերպով ԿՀ-ի վրա պարտավորություն է դնում վերաքվեարկություն իրականացնել այն տեղամասերում, որոնցում ընտրախախտումների արդյունքը, ընտրախախտումները էական արդյունք են, էական հետևանք են ունեցել ընտրությունների արդյունքների վրա, իսկ դրանք ունեցել են։ Էականը ո՞րն է։ Էականը այն է, որ եթե այդ ընտրությունները այդ տեղամասերի օրինակ Բարգավաճ Հայաստան կուսակցության հավաքած քվեները հաշվի առնվեն, իսկ եթե նույնիսկ այդ տեղամասերում ընտրությունների արդյունքները ֆիքսվեն քվեարկության արդյունքները ֆիքսվեն այնպես ինչպես կան, հա, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հավաքում է բավարար քանակով տոկոս ընտրական շեմը հաղթարել եւ խորհրդարանում մոտավորապես 5 մանդատ ստանալու, ընդ որում այդ 5 մանդատը լուծում է նաեւ 3/5-րդի մեծամասնության հարցը, այսինքն քաղաքապայմանագիր կուսակցությունը 3/5-րդ մեծամասնություն չի ստանում։ Այո։ Այսինքն առնվազն այդ մասով կա ընտրությունների արդյունքների վրա էական ազդեցություն, հենց այս 3 չեղարկված տեղամասերի մասով Եվ Նիկոլ Փաշինյանի համար ավելի շահավետ չէր լինի նորից ընտրություններ անել այդ տեղամասերում կամ ընդհանրապես ընտրության Ես չեմ ուզում մեկնաբանել թե ում համար ինչը շահավետ կլինի Չէ, եթե արդյունքներն են վերլուծում, եթե 2/3 չկա ազգային ժողովում, իրենց համար այն մանդատները որ կան, թիվը չի բավականացնում միանձնյա մեկ թիմով որոշումներ կայացնելու։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը այս ընտրությունների ընթരാճ հարյուրավոր միլիարդավոր ընտրակաշառք է բաժանել։ Ինստիտուցիոնալացված ընտրակաշառք։ Միայն մայիսի 27-ին կառավարության մի որոշումով ներվել են ֆինանսական կազմակերպությունների կողմից կառավարությանը զիջված եւ հարկադիր վարույթում գտնվող մինչեւ 5 միլիոն դրամ վարկերի ժամկետանց պարտավորությունները։ Այսինքն սա ինստիտուցիոնալացված ընտրակաշառք է։ Ինստիտուցիոնալացված ընտրակաշառք է, ասենք, պետող բանջարեղեն արտահանողների կամ ծաղիկ արտահանողների արտահանման աջակցությունը, հա, որը պետական բյուջեի օրենքով նախատեսված չի, հա, ինստիտուցիոնալացված աջակցություն է, այսպես ռազմարտություններին ցուցահանդես քշելը բերեք ներկայացրեք, ընդ որում ակնհայտ էր, ասենք, որ դա ունի հստակ նախընտրական տրամաբանություն, որովհետև արվում էր, ասենք, աշխատանքային օրերին, 4-5 չտեսնված բան է, այդպիսի ցուցահանդես անել այդպիսի օրերի, հա։ Ընտրության կամ քվեարկության գաղտնիության պահանջի կոպիտ խախտումները, երբ որ նույն Նիկոլ Փաշինյանը գնում էր հանրահավաքներին եւ այսպես տեղական հանդիպումների եւ պահանջում էր մարդկանցից
որ հաստատեն, որ իրեն են ընտրելու։ Դա երբ է եղել։ Դա եղել է։ Ասեք, որ ինձ եք ընտրելու։ Ասեք, տեսագրություններ կան։ Տեսագրություններ կան իրենց կողմից տարածվում։ Հրապարակված տեսագրություններ։ Ավելի կոնկրետ ԱԾ-ն կարողանում է հրապարակել, թե ընդդիմադիր կողմում ինչեր են անում, պայմանական ընդդիմադիր կողմում անձինք ովքեր կաշառք են վերցնում, բաժանում են, իսկ ինչու հակառակ կողմից այդ փաստերը չեն հրապարակվում։ Դե բնականաբար չեն էլ այդ փաստերը կան, հրապարակելու կարիք չունեն, հրապարակված են։ Ուրիշ բան է, որ դրանք չեն վերածվում քաղաքական կռվանների, քաղաքական գործիքների, քաղաքական բանավեճի կամ նույնիսկ իրավական գործընթացի ապացույցների դրանք չեն ներկայացվում։ Չգիտեմ ինչու։ Միգուցե ընդդիմությունը ինչ որ այլ բաների հույս ունի, միգուցե հույս ունի, որ կարողանալու է կորցնելու վախեր ունի ընդդիմությունը։ Ավելի շատ կորցնելու բան ունի, եթե ընտրությունների մասնակից քաղաքական ուժերին նայենք, հա, ավելի շատ կորցնելու բան ունի քաղաքապայմանագիր կուսակցությունը։ Կորցնելու ունի իր համանրական մեծամասնությունը, որի միջալոց չմոռանանք հիշել եւ հիշեցնել, թե ինչպես է ձևավորվել, հա, Իշխան Զաքարյանին եւ Գեգամ Նազարյանին պատիվ ունեմ եւ Հայաստան դաշինքներից համապատասխանաբար գողանալու միջոցով, հա, իրենց ուզած օրենքները անցկացնելուց, իրենց ուզած մարդկանց նշանակելուց, սկսած գլխավոր դատախազ, վերջացած կենտրոնական դատական հանձնաժողովի նախագահին, ընդ որում հիշենք, հա, որ օրինակ Սգնոյն Վահագն Հովակիմյանը ինքն իր համար քվեարկել է, այսինքն ինքը հանդիսացել է падգամավոր եւ քվեարկել է ինքն իր համար ԿՀ-ի նախագահի պաշտոնում նշանակվելու համար, հա, ազգային ժողովի կողմից է նշանակվում։ Էլ լիքը բաներ, չմոռանանք նաեւ, որ օրինակ հակակոռուպցիոն ներողություն, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չունի նախագահ արդեն 2 տարի է։ Այսինքն այն համանդրական մարմինները, որոնք որ ինչ որ բաներ պիտի անեին կամ նշանակվել են նրանց ղեկավարները, նախագահները նշանակված են խախտումներով, ժողովրդավարության սկզբունքների խախտումներով, կամ ընդհանրապես նշանակված չեն։ Հա, եւ լիքը բաներ կա այստեղ, որոնք որ նպաստել են հենց ընտրությունների, ընտրական process-ի աղճատման, աղավաղման, բղծման, բարիս բուն իմաստով, եւ չեմ էլ կարող, ասենք, այստեղ ստուդիայում ժամանակը չի երիքի նկարագրելու ընտրությունների օրը իմ տեսածը, որտեղ վստահված անձ է աշխատում 8-9 տեղամասում, մարդիկ գալիս էին համար 16 քվեաթերթիկ էին պահանջում միայն։ Մարդիկ գիտեին, չգիտեմ, չեմ կարող ասել ուղղորդված էին թե ոչ։ Նույնը ասենք թոշակառուներին պարտադիր առողջության պարտադիր ապահովության հիմնադրամից անասելի նախկինում անհասանելի կամ նույնիսկ չնշանակված կամ նույնիսկ այսպես իրավիճակից բժշկական առողջական իրավիճակից չբխող վիրահատություններ, օգնություն կամ բժշկական ինչ-որ օգնություն է տրվել այն դեպքում, երբ որ չպետք դա նախկինում կարող է կարիք ուներ, ասենք բժշկական ինչ-որ հանձնաժողովի եզրակացության, մինչև ասենք ուղարկեին վիրահատության կամ չգիտեմ ինչի, հա։ Եվ այստեղ լիքը բաներ կան, որոնց մասին պետք է խոսել, այո, պարտավոր ենք խոսել, բայց պարտավոր ենք խոսել, ասենք, եւ քաղաքական ուժերը պարտավոր են խոսել իրավական եզրույթներով, իրավական տերմիններով եւ կարողանան դա վերածել իրավական գործընթացի համար բավարար ապացուցողական բազայի։ Ինչը չի արվում։ Չի արվում, երեք նախորդ օր տեսանք, ասենք ԿՀ-ի դիմաց հանրահավաք էր, բայց ամոթից կամ ինչ որ վանկարկումներից բացի ԿՀ-ի դիմաց պետք է լինեին եւ վճարովի եթերում եւ անվճար եթերում պետք է լինեին այ մասած հոլովակները, թե ինչ գործիքներ է կիրառել իշխանությունը, իշխող կուսակցությունը, իշխանությունը յուրացնելու եւ ես չեմ վախենում այդ բառից յուրացնելու համար։ Յուրացրել են իշխանությունը, ասենք ԿՀ-ի նախագահի մեկնաբանությունը, որը հակասում է ընտրական օրենսգրքի 101-րդ հոդվածին, դա պետք է ուղիղ կերպով պատժվի։ Իսկ ազգային ժողով պետք է մուտք արվի այսօրվա գործող խմբակցությունների կողմից, անդիմադիր խմբակցությունների կողմից, պետք է մուտք արվի ԿՀ-ի նախագահային պաշտոնանկ անելու օրինագիծ կամ որոշման, ազգային ժողովի որոշման նախագիծ գոնե։ Մարդիկ հարցնում են Գեգամ Նազարյանին կամ Գեգամ Մանուկյանին կամ Ասպրամ Կրպեյանին, հա, ձեր արածը ինչ է այսօրվա։ Ինչի դուք ձեր պարտադիր անելիքը չեք անում։ Ես որ տեսնեմ փողոցում ասել եմ, ինչի դուք ձեր պարտադիր անելիքը չեք անում։ Ինչի գոնե չեք անում, այն ինչ որ մարդիկ ձեզից ակնկալում են, ինչի ավան որ դուք զբաղեցնում եք падգամավորական աթոռը կամ ստացել եք падգամավորական մանդատը։
դա պարտադիր է անելու, եթե կա օրենքի խախտում եւ այս դեպքում կա օրենքի բացահայտ, ակնհայտ եւ բացահայտ խախտում, հա, պետք է անել գոնե իրենց ձեռից եկածը պարտականությունը պետք է անել իրենց իրականացնել։ Երկու հարց է քննարկվում, արդյոք ընդդիմությունը, ովքեր այն երկու ուժերը, ովքեր ունեն մանդատներ, պիտի վերցնեն այդ մանդատները, թե չէ, եւ չպիտի վերցնեն։ Մի դեպքում Նիկոլ Փաշինյանը կարծես միանձնյա է կրկին լինում ազգային ժողովում, բայց լեգիտիմության հարց է կարծես թե այդ դեպքում էլ դերում։ Մյուս դեպքում էլ անհասկանալի է ինչ պիտի լինի։ Որն է ընդդիմության կողմից ճիշտ քայլը այս բaragայում եւ արդյոք պիտի արդեն դրա պատասխանը լիներ։ Սրանց 2 տարի առաջ Սրբազան պայքարի շարժման օրերին ես եւ իմ ընկեր Իշխան Գևորգյանը, որը նույնպես ձեր մոտ հյուր է եղել, պատրաստեցինք մի պաստառ, արյունոտ մանդատի պաստառը եւ բարձրացինք ազգային ժողովի դիմաց տեղի ունեցող հանրավակի ժամանակ այդ արյունոտ պաստառը մեզ խնդրեցին վայր դնել, վայրի չեցնել այդ պաստառը, մենք վայրի չեցինք, այսպես սիմվոլիկ կերպով, հա, բայց այդ նույն օրերին նույն հարցերի քննարկվում էր մանդատները պահել, թե վայր դնել, դուրս գալ ազգային ժողովից, որը տեղով ապօրինի իրավիճակի մեջ էր արդեն հայտնվել, հիշում ենք, ասենք հունիսի 12-ին, երբ որ ոստիկանությունը օրենքով չնախատեսված միջոցներ էր կիրառում եւ ուժեր կիրառում խաղաղ ցուցարարների դեմ, նույն ազգային ժողովի ամբիոնից պետական ամենաբարձր պաշտոն զբաղեցնող անձը հրահրում էր այդ գործողությունները եւ անպատժելիության խոստումներ էր տալիս ուժ կիրառող, ապօրինի ուժ կիրառող ոստիկաններին, որոնք չեն պատժվել եւ ոչ մի ոստիկան չի պատժվել։ Միակ իրավական գործընթացը, այսինքն միակ քրեական վարույթը, որը որևէ ոստիկանի հանդեպ հարուցվել է եւ ընթացել է, դա կամերաների առաջ կին ժուրնալիստի լրագրողի նկատմամբ ուժգործած ոստիկանի նկատմամբ է, բայց հիշեցնեմ լիքը այլ տարբեր դեպքեր, ընդ որում ամենաաղաղակող եւ ամենաակնհայտ դեպքը դա 30 հոգով ՀԴ Սիմոն Վրացյան կենտրոնից դուրս եկող դաշնակցական падգամավորի նկատմամբ կիրառած բռնություններ, հա, մարդիկ իմանալով որ մարդը падգամավոր է, բռնություն էին կիրառում եւ չպատժվեցին, ոչ մի բան չկա այդ հարցով։ Հիմա վերցնել մանդատները թե չվերցնել, իհարկե ասենք այդ քաղաքական ուժերը պետք է չէ որ նույն պատկերն է լինելու ինչ նախորդ ազգային ժողովում։ Այսինքն եթե ընդդիմությունը դժգոհում էր այս տարիների ընթացքում, որ շատ դժվար է այս իշխանության հետ աշխատել է նման իրավիճակում, երբ մեր մանդատները քիչ են եւ այլն, ու շարունակել այդ նույն տրամաբանության, որքանով է արդարացված ու ընտրողի հանդեպ արդարա։ Ընտրողի հանդեպ բացարձակ անարդար կլինի մանդատները վերցնել, որովհետեւ մանդատների համար չէ ընտրողը իրենց ձայն տվել, ընտրողը իրենց ձայնը տվել իշխանափոխության համար։ Եթե տեղի է ունեցել եւ տեղի է ունեցել ապօրինի ընտրական գործընթաց, հա, եւ նախընտրական process-ը, ասեցի, ինչ ընտրախախտումներով է ուղեկցվել, եթե բոլոր դիտորդները, նույնիսկ դիտորդները արցանագրել են, ասենք, ուղղորդված քվեարկության գաղտնիության խախտում, զինվորականներին մասսայական ընտրատեղամաս բերել եւ այնտեղ նույնիսկ ուղղորդել այդ ամեն ինչը տեսագրությունները կան չդադարեցնել ընտրատեղամասում քվեարկությունը ժամը 20:00-ից հետո կամ չփակել դռները ես իքս այն տեղամասում որտեղ վստահված անձ էի իսկ իրականում փաստացի դիտորդ եմ աշխատել հետևել եմ որ 20:00 դուռը փակ լինի կանգնել եմ դրան մոտ տեսել եմ որ դուրսը կանգնած մարդ չկա հետևել եմ որ վերջի մարդիկ ընտրատեղամասում քվեարկեն վերջացնեն fix-վի թիվը նոր ասենք գործընթացի հաջորդ փուլերին այդ ընտրատեղամասում միգուցե չեն եղել այնպիսի վստահված անձինք որոնք կարողանային իրենց հեղինակությամբ կամ իրենց պահվածքով նպաստեին ընտրական գործընթացի օրինականությանը բայց դա պետք է անեին քաղաքական ուժեր պետք է անեին պետք է ապահովեին վստահված անձանց դիտորդների ներկայությունը այդ այսպես ռիսկային ընտրատեղամասերում կամ բոլոր տեղամասերում ես չեմ հավատում որ օրինակ ուժեղ Հայաստանը չուներ այնքան համակիրների բազա որ չկարողանար ասենք յուրաքանչյուր ընտրատեղամասում գոնե իրեն հատկացված երկու վստահված անձը ապահոver ընդհանուր 410 հոգի էր պետք հա 340,000 ընտրող ունեն ընտրական թվերով պետք էր ապահովել պետք է ընդհատվեր այո դադարեցվեր ընտրողների մոտ
մուտքեր լինեին դրանք զինվորական թե հասարակ քաղաքացի 20:00-ից հետո չի արվել ստացվել են ընտրությունների կամ քվեարկության վիճելի արդյունքներ եւ մենք ունենք այսօր էլ ինչ որ ունենք բացարձակ ապօրինի իրավիճակ, հա եւ ես չեմ կարծում որ օրինակ սահմանադրական դատարանը կկանգնի օրենքի կողմը։ Չեմ կարծում։ Հակառակը վստահ եմ որ այսօրվա իշխող կուսակցության կողմից ներկայացված սահմանադրական դատավորներով մեծամասնություն կազմող սահմանադրական դատավորներով դատարանը, հա, չի հակառակվի այսօրվա իրեն նշանակած իրեն սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրած եւ նշանակած ընտրած, հա, քաղաքական ուժի կամքին կամ նրա առաջնորդի կամքին վստահ եմ որ կշարժվեն կամքին կենթարկվեն նրա կամքին վստահ եմ որ չեն գնա ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու քայլին եւ մենք իհարկե վաղուց է Հայաստանում սահմանադրական կարգը տապալված հիշեցնեմ տարբեր արտահայտություններ կառավարությունը ես եմ կամ կան արդյոք դատավորներ որ ընդդեմ կգնան վարչապետի կամքին կամ ցանկությանը եւ այլն չի կարող լինել պետական ծառայող իմ կամքին կամ իմ կարծիքին հակառակ հազար մի բաներ օրենքի բյուջետային օրենքի կամ չգիտեմ հազար տեսակ սահմանադրության հոդվածների խախտումների օրինակ ասենք շատ են վիճում 22 թվականի սեպտեմբերի հետ կապված օրինակ հապկի դիմել չդիմելու ճիշտ հոդվածով դիմել չդիմելու բայց Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը հստակ սահմանում է թե Հայաստանի Հանրապետության տարածքի վրա զինված հարձակման դեպքում ինչ գործողություններ ունի անելու կառավարությունը ազգային ժողովի մնացելը այդ չեն արել այսինքն ռազմական դրություն չեն հայտարարել զինված հարձակման դեպքում բայց զինված հարձակման փաստը ընդունելով համարում են որ պետք է դիմեին հապկին հապկն էլ պետք է գար օգներ եթե դու քո գործը չես արել ինչի ես քո չարած ուրիշի վրա գցում հասանք հապկին Ռուսաստանի Դաշնությանը չմոռանալով Ռուսաստանի Դաշնության վարքագիծը թե քարոզարշավի ընթացքում թե հետընտրական ժամանակահատվածում տեսանք որ գրեթե բոլոր երկրներից շնորհավորում էին բայց Ռուսաստանի Դաշնությունը լուռ էր բայց արդեն շնորհավորան կարծես թե կա արդյունքները երբ որ վերահաշվարկվեցին սահմանափակումներ ունենք մենք մթերքների եւ այլն առհասարակ այս վարքը ինչի մասին է խոսում Ռուսաստանի Դաշնության հետ իրականում մենք վատ ենք հիմա թե վատ չենք այս իշխանությունը ինչպիսի հարաբերություններ է ուզում ձևավորի Ռուսաստանի Դաշնության հետ Ուրեմն ես մի անգամ արտահայտվել եմ այլ եթերում եւ չեմ զլանա նորից արտահայտվել պետք է հիշեցնենք հա որ Հայաստանի Հանրապետության շահերից եւ հայ ժողովրդի շահերից այսօրվա իշխող կուսակցությունը իշխող քաղաքական ուժը հրաժարվել է հիշեցնեմ մեր լսողներին եւ դիտողներին որ 20 թվականի հուլիսին հրապարակվել էր ազգային անվտանգության ռազմավարություն վերնագիրը գրող մի փաստաթուղթ որտեղ լիքը բաներ գրած լիքը լավ բաներ էր գրած հա Արցախ ցեղասպանության ճանաչում իրավունքներ Արցախի ինքնորոշում եւ այլն հա եւ իրենց իսկ բառերով իրենք հրաժարվել են դրանից որտեվ այլ քաղաքական իրողություններ այդ թվում նաև իրենց մասնակցությամբ այլ քաղաքական իրողություններ են առաջացել եւ այսօր էլ գործում են իրավիճակից ելնելով այսինքն չունեն հստակ սահմանված կամ ընդունված ազգային շահեր պետական շահեր եւ իրականում աշխատում են այնպես ոնց որ այսօրվա իրավիճակ թելադրի դա ընտանիքից զուրկ մարդու օրինակ վերեցի մի քիչ առաջ ընտանիքից զուրկ մարդու վարքագիծ է ով այսօր իրեն փող կտա սա կանի մինչդեռ օրինակ ասեն եթե լիներ նորմալ ազգպետություն հա կամ նորմալ ընտանիք լիներ դու չես կարող գնաս ասենք ընտանիքի բյուջեի ամբողջ տանը եղած ամբողջ փողը տանես կազինոյում պարտվես հա չես կարող պատասխանատու եթե պատասխան ծնող ես չես կարող դա անել իսկ իրենք դա են անում հիմա օրինակ էլի օրինակ բերեմ հա տեսեք արտահայտող բանջարեն արտահանում են եւ հանքային ջուր եւ ալկոհոլային խմիչք արտահանողների պետական աջակցության ինչ որ որոշում կայացրեցին սրանից ուղիղ 4 օր առաջ հունիսի 11-ի կառավարության որոշումներից մեկն է չհաշվարկված ընդհանրապես թե ինչքան է լինելու այդ աջակցությունը
ասեցին Իրանին ասենք 200 կիլոին 200 դրամ, շալացված գինուն 1.1 լիտրի համար իրավիճակային լուծում։ Լրիվ իրավիճակային լուծում, որը ոչ մի լավ բանի չի բերելու։ Մենք այսօր պետական բյուջեում ունենք ահռելի պակասորդ, հա, նույնիսկ այս չպլանավորված ծախսերը մինչև այս չպլանավորված ծախսերը ունենք մոտավորապես 1.5 միլիարդ դոլարի դեֆիցիտ, հա, 2026 թվականի բյուջեում։ Այդ դեֆիցիտը ինչ որ տեղից պիտի լրացվի, եւ դեֆիցիտը լրացվում է պետական պարտքի հաշվին։ Հա, պետական պարտքը այս տարի աճելու էր, այս բյուջեով աճելու էր մոտավորապես 1.5 միլիարդ հասնելու էր 16 միլիարդի սահմանագծին, բայց մենք ավելի շատ ենք ունենալու։ Կամ էլ պետք է ինչ որ բաներ չծախսենք։ Հա, ենք եմ ասում, որովհետեւ մենք պետություն ենք, ամբողջականություն ենք, հա, ի վերջո գոնե իրավունքի տեսանկյունից, օրենքի իրավունքի տեսանկյունից ամբողջականություն ենք համարվում։ Քաղաքացիներ ենք, ունենք իրավունքներ, պարտականություններ եւ այլն։ Նույն կերպ կառավարություն ունի լիազորություններ եւ պարտականություններ, որոնք պետք է ինչելոց պետք է ամբողջությամբ իրականացնեն։ Չես կարող հատվածաբար կամ այսպես կամայականորեն դրանք մեկնաբանել քո իրավունքներն ու պարտականությունները։ Դուք այստեղ եք, պարոն Քերոփյան, մենք պիտի չմոռանանք ռազմարտությունաբերությունից խոսել։ Ես ինչպես հասկացա եթերից առաջ դուք նոր թվեր ունեք մեզ համար ու կրկին վատ թվեր։ 0-ից տարբեր է մի քիչ թիվը, հա, որտեղ մեր նախորդ խոսակցության ժամանակ ռազմարտությունաբերության հիմնական զարգացման հիմնական հոդվածը դա ռազմական նշանակության գիտահետազոտական փորձակոնստրուկտորական աշխատանքներն են 850 միլիոն նախատեսված էր առաջի երամսյակի համար, առաջ 4 ամսվա վերջի տվյալներով 0 էր ծախսված, առաջի կիսամյակի թվերը 1.726 միլիոն է, որից ծախսվել է ուշադիր 428,000 դրամ, 428,000 դրամ 1.726 միլիոնից, դա ավելավ է 0 լիներ, քան տեսնենք այդ 428,000-ը, որտեղ կարծում եմ, որ դա ինչ-որ սխալի արդյունք է իրականում, թիվը իսկապես 0 է։ Հնարավոր է, որ 428,000-ը կա, բայց չգիտեմ, մի պայմանագիր, որի համար կարող էր վճարվել 428,000 դրամ, գոնե ինչ-որ փոլի համար, հա։ Ինչ-որ մեկի աշխատավարձի թիվն է երևի։ Չեմ կարող ասել, չէ, աշխատավարձի թվերը այդ ուրիշ հոդվածով են արտահայտվում, ինչպես աշխատավարձը լավ էլ ստանում է, պարգևաճարելը լավ էլ ստանում է, այդ հոդվածով բտանախարարության կատարողականը մոտապես 90% է, բայց նույն բտանախարարությունը հունիսի 11-ի 3 որոշումներով իր բյուջեն կրճատել է մոտապես 1 միլիարդ 400 միլիոնով, դա եթե չեմ սխալվում բտանախարարության բյուջեի 5%-ից ավելն է, 2026 թվականի բյուջեի 5%-ից ավելն է, իսկ մենակ մի օրվա որոշումներով 3 որոշումով 5%-ը իրենց բյուջեի կրճատել են, այսինքն 5% պակաս աշխատանք են կատարել այս տարի։ Այդ է վիճակը։ Շքերթից հետո ինչ ասելիք ունեք, ասելիքը շքերթից առաջ էր, ինչ այլոց, որովհետև այդ շքերթը հստակ նախընտրական տրամաբանություն ուներ։ Բացի քաղաքական այդ տրամաբանությունը։ Դե մեկը հիշեցնեմ, հա, որ անկախ Հայաստանի պատմության մեջ ռազմական զորահանդեսները անցկացվել են միայն սեպտեմբերի 21-ին, երբեք չի եղել մայիսի 28-ի զորահանդես։ Զորահանդեսին ներկայացվեցին իհարկե որոշ նոր ձեռքբերված զինատեսակներ, նաև հայկական արտադրության զինատեսակներ ներկայացվեցին, ընդ որում նույնիսկ այնպիսի բաներ, որ իմ կարծիքով չպետք է ներկայացվեն, որովհետև դրանց ապա գաղտնիացումը կամ գաղտնաձերծումը մեզ որոշակի այսպես տակտիկական կամ ռազմավարական նախաձեռնությունից զրկում է։ Չնայած դրանք ներկայացվեցին ոչ բոլորի միջանոց, հետաքրքիր էր, որ օրինակ ոչ բոլոր արտադրողները, որոնք ներկայացվել էին զորահանդեսին, ներկայացված էին դրանից մի քանի օր հետո իմ մի քիչ առաջ նշած ցուցահանդեսին, ցուցահանդես ֆորումին, չգիտեմ այդ ֆորումին ինչ էր, ես հրավիրված չէի այդ ֆորումին, բայց ցուցահանդեսին ամեն դեպքում ոչ բոլոր զինատեսակները, որ ներկայացված էին զորահանդեսին, դրանք կային։ Ընկերությունների Հայաստանում գործող ընկերությունների մոտավորապես կեսներ ներկայացված, իսկ 90% ընկերությունները չէին եկել այդ ցուցահանդեսին, բան չէին ներկայացրել, եւ նախորդ ցուցահանդեսից, որը տեղի էր ունեցել 2022 թվականի մարտին, իրականում այս անգամվա ցուցադրությունը պակաս էր, այսինքն փոքր էր ավելի, չեմ ուզում ասեմ խղճուկ էր, որովհետեւ կային նոր ներկայացված
տեսակներ, կան զինատեսակներ, նոր ներկայացված առաջին անգամ ներկայացվող բաներ, բայց կան նաև այնպիսի բաներ, որ 4 տարի առաջ էին ներկայացված եւ դեռ նորից ներկայացում էին մեկական նմուշի տարբերակով, այսինքն չկա դեռ դրանց սերիական արտադրությունը այն դեպքում, երբ որ այսինքն ոգևորվել պետք չի ամեն դեպքում։ Ես ինքս 2 օրն էլ գնացել եմ, հա, նայել եմ, շրջել եմ, խոսել եմ մարդկանց հետ, փորձել եմ հասկանալ, թե լավ, էս որ կա, բա սրա հաջորդը, այ եթե 4 տարի առաջ բերում եք ներկայացնում եք մի բան, այսօր էլ եք բերել նույն բանը ներկայացնում, բա ինչ եք արել այս 4 տարվա ընթացքում, իրականում այս 4 տարվա հետ կապված կա մի դիտարկում, մոտապես $75 միլիոն կարգի թիվ պետք է ծախսացնել այս կառավարությունը նախորդող 5-6 տարիների ընթացքում հենց ռազմական նշանակության, ռազմարտունեության զարգացման վրա։ Ծախսել են դրա լավագույն դեպքում 30%-ը, իսկ 70%-ը չեն կատարել իրենց իսկ վրա վերցած պարտականությունների։ Ցավոք զրույցը պիտի այս տխուր թեմայի վրա ավարտենք, բայց դե իրավիճակային է ինչ որ կա։ Պիտի լավ թվեր չունեք։ Չէ, լավ թվեր չունեմ։ Հստակ պետք է հասկանանք, թե ինչի համար ենք սրա մասին խոսում, հա, սա ոչ թե բողոք է, այլ կոնստրուկտիվ քննադատություն, որովհետև հիմնավորված ենք խոսում, թվերը, որը ներկայացնում, դա պաշտոնական թվեր են։ Ես այս պահին ուզում եմ հիշել, արդյոք ազգային ժողովում վերջին տարիներին այս մասին խոսվել է, թե ոչ։ Դե կառավարությունը բերում ներկայացնում է կատարողական, որը ուղիղ ճանապարհ է դեպի դատարան եւ դատավճիռ։ Իրականում, այսինքն օրենքով իրենց վրա վերցրած պարտականությունը չեն կատարի եւ չեն կատարում մեծ տոկոսներով։ Հա, հանցավոր տոկոսներով չեն կատարում այդ պարտականությունները եւ փող են ծախսում լիքը այլ բանի վրա, որի ծախսելու իրավունքը չունեն ըստ օրենքի։ Բայց ունենք այն, ինչ ունենք։ Շնորհակալ եմ ձեզ, պարոն Քերոբյան, մեզ լսողներին եւ դիտողներին հիշեցնեմ, որ Թարմ ուղեղով իմ զրուցակիցը Ավետիք Քերոբյանն է, Ռազմարտունաբերության կոմիտեի նախկին նախագահը, շարունակեք հետևել մեզ, կհանդիպենք վաղը, լավ եղեք։